Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը շնորհավորել է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին 75-ամյակի առթիվ։ Նա ընդգծել է Գարեգին Բ-ի երկարամյա ծառայությունն ու ներդրումը Հայաստանի եւ Սփյուռքի հոգեվոր կյանքում։ Պատրիարք Կիրիլը նշել է, որ Գարեգին Բ-ի ծառայությունը հայ առաքելական եկեղեցու հովապետի կարգավիճակում խոր հարգանք է բերել նրա նկատմամբ։ Նա անդրադարձել է նաեւ կաթողիկոսի հոգեվոր եւ եկեղեցական տարբեր պաշտոններում ունեցած երկարամյա գործունեությանը։ Կիրիլը Գարեգին Բ-ին մաղթել է ամուր առողջություն, հոգու կորով եւ Աստծո չսպառվող օգնությունը հետագա առաջնորդական աշխատանքներում։ Հայաքվեի համակարգող Ավետիք Չալաբյանն անհապաղ ազատ է արձակվել դատարանից։ Դատավորը նրա նկատմամբ որևէ խափանման միջոց չի կիրառել։ Հիշեցնենք, հունիսի 24-ին խուզարկվել էր Չալաբյանի բնակարանը եւ նա ձերբակալվել էր։ Քննչական կոմիտեի փոխանցմամբ նա նպատակ է ունեցել խոչընդոտել 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին քաղաքացիների ազատ ընտրական իրավունքի իրականացմանը։ Ըստ վարույթի 2026 թվականի մայիսին Չալաբյանը մեկնել է այլ երկիր եւ հանդիպել այդ երկրի պաշտոնատար անձանց հետ։ Քննչական կոմիտեն պնդում է, որ հանդիպումների նպատակն է եղել նրանց համոզել եւ շահագրգռել պաշտոնական լիազորություններն ու ազդեցությունն օգտագործելու այդ նպատակով։ Հունաստանի արտաքին գործերի նախարար Գեորգիոս Գերապետրիտիսը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ-նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Նա վստահություն է հայտնել, որ Միրզոյանի ղեկավարությամբ Հայաստանի դիվանագիտությունը կշարունակի ներդրում ունենալ խաղաղության եւ կայունության գործում։ Վերջինս շեշտել է Հունաստանի եւ Հայաստանի երկարամյա բարեկամությունը։ Նրա խոսքով այդ հարաբերությունները հիմնված են սերտ պատմական կապերի, ընդհանուր արժեքների եւ ժողովուրդների ամուր հարաբերությունների վրա։ Հունաստանի ԱԳ-նախարարը ակնկալում է խորացնել երկկողմ գործակցությունը եւ զարգացնել ԵՄ-Հայաստան հարաբերությունները։ Նա նաեւ ընդգծել է միջազգային կազմակերպությունների շրջանակում ընդհանուր շահերի առաջմղման կարեւորությունը։ 2027 թվականից 200,000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողների առողջության ապահովագրության վճարը նախատեսվում է համատեղ հոգալ պետության, գործատուի եւ աշխատողի կողմից։ Նախնական նախագծով աշխատողը ամսական կվճարի 2,000 դրամ։ Պետությունը նախատեսում է սուբսիդավորել 4,400 դրամ, իսկ նույնքան եւս 4,400 դրամ կվճարի գործատուն։ Առողջապահության նախարարության խոսքով նպատակն է համակարգում ընդգրկել մինչեւ 200,000 դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին սահմանափակելով նրանց ֆինանսական բեռի աճը։ Հոկտեմբերի 25-ին կայանալիք Ստեփանավան խոշորացված համայնքի թիմ ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակը կգլխավորի Արայիկ Ներսիսյանը։ Նա ներկայում Լորիբերտ համայնքի գործող ղեկավարն է։ Նրա թեկնածությունը հաստատվել է կուսակցության վարչության նախագահ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ վարչության անդամների միաձայն որոշմամբ։ Լեհաստանի իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը եւ հետախուզվող ԳԿ-ին հանձնել Հայաստանի իրավասու մարմիններին։ ԳԿ-ն մեղադրվում է կազմակերպված խմբի կազմում համակարգչային ցանցում պահվող տեղեկությանն ապօրինի տիրանալու եւ այն առանց թույլտվության վերափոխելու համար։ Նրան մեղադրանք է առաջադրվել նաեւ կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքը հափշտակելու համար։ Բացի այդ, ԳԿ-ն մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտների օրինականացման մեջ։ Գլխավոր դատախազության հանձնարարությամբ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցներն ապահովել են նրա տեղափոխումը Երևան։ Օգոստոսի 24-ին ժամը 10:00-ին ազգային ժողովում կքննարկվի կառավարության ծրագիրը։ ՀՀԱԺ նախագահը հայտարարել է, որ այդ օրը տեղի կունենա 9-րդ գումարման առաջին նստաշրջանի հերթական նիստը։ Նիստը հրավիրվել է կառավարության ծրագիրը քննարկելու նպատակով։ Դրա իրավական հիմքը ՀՀ սահմանադրության 151-րդ հոդվածն ու ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի համապատասխան դրույթն է։ ՆԱՏՕ-ն Կալինինգրադի մերձակայքում լայնածավալ չնախատեսված զորավարժություններ է անցկացրել։ Լեհաստանի եւ Բալթիկ ծովի օդային տարածքում միաժամանակ գտնվել է դաշինքի ավելի քան 50 ինքնաթիռ։ Ռուսաստանի պետդումայի падգամավոր Վիկտոր Սոբոլյևը հայտարարել է. ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի։ Նրա խոսքով նման զորավարժություններն անցկացվում են արդեն 3 տարի եւ ներգրավում են նաեւ ամերիկյան ուժեր։ Ռուսաստանի Դաշնության խորհրդի ներկայացուցիչ Վլադիմիր Ջաբարովը հայտարարել է. Կալինինգրադի շրջանում հնարավոր սադրանքներին Մոսկվան կոշտ պատասխան կտա։ Սոբոլյևի խոսքով Ռուսաստանի հաղթանակը Ուկրաինայում ընթացող պատերազմում կլինի ՆԱՏՕ-ին տրվող լավագույն պատասխանը։ ԱՄՆ-ն հայտարարել է Ուկրաինային մոտ 256 միլիոն դոլարի ռազմական տեխնիկա մատակարարելու ծրագրերի մասին։ Զենքի տեղափոխման գործընթացում ներգրավվելու են նաև թուրքական եւ ամերիկյան ընկերություններ։ Մատակարարումների ցանկում ներառված են M270 բազմափողանի հրթիռային համակարգեր եւ Ատամաքս հրթիռներ։ Նախատեսվում է նաև ավելի քան 2500 միավոր չկառավարվող կլաստերային զինամթերքի մատակարարում։ Ռուսաստանի իշխանությունները զգուշացրել են, նոր սպառազինության մատակարարումները կարող են վնասել Մոսկվա-Անկարա հարաբերություններին։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումն անվանել է Վաշինգտոնի ամենաարդյունավետ գործիքը։ Նա ԱՄՆ-ի եւ Իրանի դիմակայությունը համեմատել է նրբանկատ բարի եւ նուրբ հավասարակշռության հետ։ Վենսի խոսքով վերջին շաբաթներին Իրանը զգացել է շատ ավելի մեծ ճնշում, քան ԱՄՆ-ն։ Նա նշել է, Հորմուզի նեղուցով նավագնացության ծավալները շարունակում են մնալ չափազանց ցածր։ Վենսը հայտարարել է Թեհրանի առջև դեռ կա ընտրություն, շարունակել դիմակայությունը, թե բարելավել հարաբերությունները Արևմուտքի հետ։ Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը հրապարակել է տեսանյութ, որտեղ ցույց է տալիս մահապատժի ենթակա պաղեստինցիների համար նախատեսվող համալիրի շինհրապարակը։ Նրա խոսքով հենց այստեղ են իրականացվելու ահաբեկչության համար դատապարտվածների մահապատիժները։ Բեն-Գվիրը հայտարարել է, համալիրում նախատեսվում է նաև հարազատների համար հատուկ տարածք մահապատիժներին հետևելու համար։ Դոնալդ Թրամփը երկրորդ անգամ սպառնացել է հարված հասցնել Օմանին, եթե երկիրը կանգնի Վաշինգտոնի ճանապարհին։ Մասկատում սակայն հայտարարության արձագանքել են հանգիստ եւ նույնիսկ հայտարարել, որ այն լուրջ չեն ընդունում։ Սպառնալիքը կապված է Օմանի եւ Իրանի միջև Հորմուզի նեղուցով նավագնացության շուրջ բանակցությունների հետ։ Օմանը փորձում է պահպանել հարաբերությունները ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ հարևան Իրանի հետ։ Փորձագետների կարծիքով Թրամփի սպառնալիքները դժվար թե հանգեցնեն ԱՄՆ-Օման հարաբերությունների անմիջական խզման, սակայն դրանք լրջորեն փորձության են ենթարկում Մասկատի դիվանագիտական ռազմավարությունը։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի կոշտ հայտարարությունը Մեծ Բրիտանիայում լուրջ արձագանք է առաջացրել։ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը բրիտանական հրթիռային ուժերի մասնակցությունը Ռուսաստանի Դաշնության տարածքին հարվածներին կարող է դիտարկել որպես Լոնդոնի մասնակցություն պատերազմին։ Նա ընդգծել է, այդ դեպքում կլինեն դրանից բխող բոլոր հետևանքները։ Բրիտանական Daily Express-ը հայտարարությունը ներկայացրել է որպես վախեցնող սպառնալիք։ ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարաբերություններում ավելի նկատելի են դառնում քաղաքական տարաձայնությունները։ Նեթանյահուի կառավարությունը շարունակում է ռազմական գործողությունները, չնայած Վաշինգտոնի որոշ պահանջներին եւ կոչերին։ Միաժամանակ ԱՄՆ-ում արագ փոխվում է հասարակական վերաբերմունքը իսրայելա-պաղեստինյան հակամարտության նկատմամբ։ 2026 թվականին ամերիկացիների 41%-ը ավելի շատ համակրում է պաղեստինցիներին, իսկ 36%-ը իսրայելցիներին։ Փոփոխությունը առավել կտրուկ է դեմոկրատների շրջանում, որտեղ 65%-ը ավելի շատ համակրում է պաղեստինցիներին։ Ճամբարակում զինծառայողներին վրա երթի ենթարկած գազ 53-ի վարորդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 19-ին Ճամբարակ տանող ճանապարհին։ Բեռնատարը վրա երթի է ենթարկել մի քանի զինծառայողների։ Վթարի հետևանքով զինծառայող Սուրեն Մամբրեի Վարդանյանը մահացել էր։ Մյուս զինծառայողները տեղափոխվել էին զինվորական հոսպիտալ, իսկ բնեի տվյալներով նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ռուսաստանից Հայաստան-Ադրբեջանի տարածքով կուղարկվի 11 վագոն ցորեն եւ 4 վագոն գարի։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ Բերը Բալաջարի կայարանից կուղարկվի Բոյու Քեսիքի ուղղությամբ։ Հայաստան է տեղափոխվելու 1108 տոննա ցորեն, բացի այդ նախատեսվում է ուղարկել 273 տոննա գարի։ Ընդհանուր առմամբ Հայաստան կուղարկվի 15 վագոն գյուղատնտեսական արտադրանք։ Կորեայի Հանրապետության ագնախարար Չո Հյոն շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ագնախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Նա ընդգծել է Հայաստանի եւ Կորեայի միջև հարաբերությունների տարիների ընթացքում գրանցված կայուն առաջընթացը։ Կորեայի ագնախարարը նշել է, որ հաջորդ տարի երկու երկրները կնշեն դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակը։ Չո Հյոնը հայտնել է Միրզոյանի հետ սերտ համագործակցության ակնկալիքի մասին։ Նպատակն է առավել ընդլայնել երկու երկրների եւ ժողովուրդների միջև բարեկամական ու համագործակցային կապերը։ Բագրատ arczepiskopos Գալստյանի փաստաբանները ՄԱԿ-ի փորձագետներին կներկայացնեն հունիսի 12-ի դեպքի վերաբերյալ նոր փաստեր։ Փաստաբանները կներկայացնեն նաև իշխանությունների պարզաբանումների հակափաստարկները։ Նրանք հայտարարել են 2024 թվականի հունիսի 12-ի դեպքից տուժած քաղաքացիների վերաբերյալ փաստահավաք աշխատանք սկսելու մասին։ Փաստաբանների խոսքով ոստիկանների կողմից հատուկ միջոցների հնարավոր ապօրինի կիրառման քննությունը դեռ շարունակվում է։ Փաստաբան Հովհաննես Խուդոյանը նշել է, որ որոշ տուժածներ դատաբժշկական փորձաքննության են հրավիրվել դեպքից երկար ժամանակ անց։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին ծննդյան օրվա առթիվ։ Շնորհավորական ուղերձում Լուկաշենկոն նշել է, որ Գարեգին Բ-ի ամբողջ կյանքը քրիստոնեական եկեղեցուն եւ հայ ժողովրդին ծառայելու օրինակ է։ Բելարուսի առաջնորդը բարձր է գնահատել նրա հովվապետական գործունեությունն ու առաջնորդությունը։ Նա ընդգծել է նաեւ Գարեգին Բ-ի հավատարմությունը ավանդական արժեքներին։ Լուկաշենկոյի գործով կաթողիկոսի գործունեությունը խոր հարգանք է վայելում ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս։ Բելարուսի նախագահը Գարեգին Բ-ին մաղթել է քաջառողջություն, անսպառ էներգիա եւ հաջողություններ։
Հայաստանը դիմել է երրորդ չեզոք երկրի Բաքվում պահվող հայ կալանավորների հյուպատոսական այց կազմակերպելու խնդրանքով։ ՀՀԱԳ-ն չի հայտնել, թե որ երկրի մասին է խոսքը։ Նման այցի կազմակերպման համար, սակայն, անհրաժեշտ է նաև Ադրբեջանի համաձայնությունը։ Միաժամանակ շարունակվում են բանակցությունները Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ։ Քննարկվում է Բաքվի բանտերում պահվող հայերին այցելությունները վերսկսելու հնարավորությունը։ Հայկական կողմը փորձում է նաև այլ ուղիներով ապահովել պահվող անձանց հյուպատոսական հասանելիությունը։ Հայաստանում ԵՄԱ առաքելության ղեկավար Սատու Կոյվուն այցելել է Մարտունու կենտրոն։ Այցի ընթացքում նա միացել է Գեղարքունիքի մարզում իրականացվող բարեկությանը։ Կոյվուն տեղում ծանոթացել է իրավիճակին եւ վերջին զարգացումներին։ Հանդիպումների ընթացքում քննարկվել է մարզում առկա իրավիճակը։ Անդրադարձ է կատարվել նաեւ անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագիր կնքել այժմ ավելի դժվար է դարձել։ Նրա խոսքով Իրանի ղեկավարության մեծ մասը վերացել է եւ ներկայում պարզ չէ, թե ով է երկրում պատասխանատուն։ Թրամփը նշել է, որ Իրանի նավատորմը ու օդուժը եւս վերացել են։ Չինաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների ռազմաօդային ուժերը համատեղ ավիացիոն զորավարժություններ կանցկացնեն Չինաստանում։ Բազեի վահան 2026 զորավարժությունները նախատեսվում են օգոստոսի երկրորդ կեսից մինչև սեպտեմբերի կեսը։ Վարժանքները տեղի կունենան Սինցիան, Ույղուրական ինքնավար շրջանի Հոտան գավառում։ Չինաստանի պաշտպանության նախարարության տվյալներով նախատեսվում են թռիչքային պատասխանատվության միջոցառումներ։ Զորավարժությունների նպատակն է բարձրացնել մասնակից զորավարժանումների տեխնիկական եւ մարտավարական պատրաստվածությունը։ Պեկինն եւ Աբու Դաբին նաեւ նպատակ ունեն խորացնել երկու երկրների զինված ուժերի գործնական համագործակցությունը։ Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումից հրաժարվելը կարող է հիմք դառնալ Ռուսաստանի հետ բանակցությունների համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Սվետլանա Ժուրովան։ Նրա խոսքով ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցությունը Ռուսաստանի անվտանգության տեսանկյունից առանցքային հարց է։ Վերջինս պնդել է, որ Կիևը դարձել է ՆԱՏՕ-ի ռազմական հնարավորությունների փորձարկման հարթակ։ Մոսկվան Ուկրաինայի դաշինքին հնարավոր անդամակցությունը դիտարկում է որպես արևմուտքից բխող սպառնալիք։ ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի նկատմամբ սահմանել պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, նշելով, որ սահմանափակումների մանրամասները կներկայացվեն երկուշաբթի։ Հայտարարությանը նախորդել էր Դոնալդ Թրամփի Իրանի դեմ աննախադեպ տնտեսական պատերազմի եւ մեկուսացման սպառնալիքը։ Ուկրաինական հետախուզության տվյալներով Ռուսաստանում տեղակայված հյուսիսկորեական զորախմբի կազմում շուրջ 400 ԱԹՍ օպերատոր կա։ Կիևը պնդում է, որ նրանք կարող են ներգրավել նաև Ուկրաինայի տարածքում հետախուզական եւ հարվածային գործողություններում։ Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալներով Ռուսաստանում ընդհանուր առմամբ գտնվում է մոտ 8500 հյուսիսկորեացի զինծառայող։ Նրանց մեծ մասը տեղակայված է Կուրսկի մարզում, իսկ ստորաբաժանումների մի մասը կատարում է թիկունքային առաջադրանքներ։ CNN-ի փոխանցմամբ Կիևը նաև չի բացառում, որ Պուտինի եւ Կիմ Չեն Ընի հնարավոր հանդիպման ժամանակ Մոսկվան կարող է խնդրել մինչև 50,000 լրացուցիչ զինծառայող։ ԱՄՆ-ն USS Abraham Lincoln ավիակիրը մոտին ամիս անց լքում է Մերձավոր Արևելքը։ Նավը վերադառնում է Կալիֆոռնիայի Սան Դիեգոյի ռազմակայան։ Տարածաշրջանում նրան փոխարինել է Ճապոնիայից վերատեղակայված USS George Washington ավիակիրը։ USS Abraham Lincoln-ը ծովում անընդմեջ գտնվել է ավելի քան 250 օր։ Los Angeles Times-ը հաղորդել է անձնակազմի հոգեկան առողջության խնդիրների եւ մատակարարման դժվարությունների մասին։ Ռուսական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով վնասվել է Ուկրաինա-Մոլդովա սահմանին գտնվող Տաբակի անցակետը։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը։ Դեպքից հետո անցակետով ուղևորների եւ տրանսպորտային միջոցների երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Սահմանապահ ծառայությունից հայտնել են, որ երթևեկությունը այժմ ուղղորդվում է այս սահմանային անցակետերով։ Դեպքի հետևանքով անցակետի աշխատանքի վերականգնման ժամկետները դեռ հայտնի չեն։ Հարվածի հետևանքով տուժածների կամ այլ վնասների մասին տեղեկություն չի հաղորդվել։ ՌԴԱԳ-ն պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Ուկրաինայի հետ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների խորացմանը։ Նա հայտարարել է, որ Ռուսաստանում անընդունելի են համարում դաշնակիցների ու գործընկերների կողմից Կիևի հետ սիրախաղը։ Զախարովայի խոսքով նման քաղաքականությունը լուրջ ռիսկեր է պարունակում նաեւ Ռուսաստանի հետ հարաբերությունների համատեքստում։ Նա քննադատել է Կիև այցելություններն ու Ուկրաինայի ղեկավարության հետ քաղաքական շփումները։ Զախարովան նաեւ պնդել է, որ Ուկրաինան հայտնվել է արևմտյան երկրների ֆինանսական, տնտեսական եւ ռազմատեխնիկական կախվածության մեջ։ ՌԴԱԳ-ն ներկայացուցիչի հայտարարությունից հետո հարց է առաջանում, արդյոք Մոսկվայի ուղերձը վերաբերում է նաև Հայաստանին ու Ադրբեջանին։
Լոռու մարզի բնակավայրերից մեկում մեքենան վարելու հարցի շուրջ սկսված վեճը վերածվել է զանգվածային ծծկռտուքի։ Միջադեպին սկզբում մասնակցել են 2 կանայք, որոնք քաշքշել են միմյանց։ Այնուհետև վիճաբանությանը միացել են նրանց հարազատները ու եւս մի քանի անձինք։ Ըստ հրապարակման մի քանի տղամարդիկ ձեռքերով եւ ոտքերով հարվածել են 3 անձի։ Դեպքի հետևանքով մի քանի քաղաքացի մարմնական վնասվածքներ է ստացել։ Ոստիկանությունը կազմված փաստաթղթերը փոխանցել է քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչություն։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահ Նաիրա Ալավերձյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացնող հիմքով։ Փաստաբան Մարինե Ֆարմանյանի խոսքով նախաքննության ընթացքում նրա վստահորդին մեղադրել էին միլիոնավոր դրամների հափշտակության մեջ։ Փաստաբանը պնդում է, որ մեղադրանքի հիմքում ընկած ցուցմունքները չեն համապատասխանել իրականությանը։ Նախաքննության մարմինը 10 ամիս ուսումնասիրել է 1262 բանկային գործարք։ Ըստ փաստաբանի ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ թեմն ու մայրաթոռը համապատասխան գումարները վճարել են ամբողջությամբ։ Փաստաբանը նաև նշել է, որ Նաիրա Ալավերձյանը ամիսներ շարունակ կալանքի տակ է եղել եւ այդ ընթացքում ունեցել է առողջական ու ֆինանսական խնդիրներ։ Վերաքննիչ դատարանը վերացրել է Արեգ Նազմանուկյանի մերձավոր ազգականների հետ շփվելու արգելքը։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Տաթևիկ Սողոյանը։ Փաստաբանի խոսքով դատարանի որոշմամբ Մանուկյանին թույլատրվել է շփվել մերձավոր ազգականների հետ։ Միաժամանակ նրա նկատմամբ կիրառված կալանքը մնացել է ուժի մեջ։ Այսպիսով դատարանը փոխել է խափանման միջոցի սահմանափակումներից մեկը։ Մնացած մասով նախորդ որոշումը պահպանվել է։ 2026 թվականի հոկտեմբերի 25-ին Հայաստանի մի շարք համայնքներում տեղի կունենան թիմ ընտրություններ։ Համամասնական ընտրակարգով ընտրություններ կանցկացվեն Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի եւ Լոռու մարզերի մի շարք համայնքներում։ Մեծամասնական ընտրակարգով ընտրություններ նախատեսված են Լոռու մարզի Ֆիոլետովո եւ Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում։ Կուսակցություններն ու դաշինքները ընտրական ցուցակների գրանցման փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչև սեպտեմբերի 20-ը։ Մեծամասնական ընտրակարգով թեկնածուների գրանցման համար փաստաթղթերը ներկայացվելու են սեպտեմբերի 20-ից 25-ը։ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Անի Ավետիսյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ։ Նա ավարտել է Երևանի պետական համալսարանը, Հայդելբերգի համալսարանը եւ Քեմբրիջի համալսարանը։ Ավետիսյանը Քեմբրիջում ստացել է մերձավոր արևելքի ուսումնասիրությունների դոկտորի աստիճան։ Նա մասնագիտացել է արևելագիտության, հրեա-արաբական ձեռագրերի, բժշկական ձեռագրերի եւ մերձավոր արևելքի ուսումնասիրությունների ոլորտներում։ Տարբեր տարիներին աշխատել է Մատենադարանում, դասավանդել է Բրյուսովի անվան պետական համալսարանում, Քեմբրիջում եւ Ռատգերսի համալսարանում։ Նա նաև ունի միջազգային գիտական բազմաթիվ հրապարակումներ, գիտաժողովների մասնակցության փորձ։ Հյուսիսային Կորեան Հարավային Կորեային անվանել է ԱՄՆ-ի խամաճիկ պետություն համատեղ զորավարժությունների կրճատումից հետո։ Կիմ Չեն Ընի քույրը Կիմ Յո Չժոնը հայտարարել է, Թրամփի որոշումը Սեուլին անհարմար դրության մեջ է դրել։ Նրա խոսքով Հարավային Կորեան անգամ չի կարող բողոքել ամերիկացի զինվորների հեռանալու կապակցությամբ։ Փհենյանը նաև կասկածի տակ է դրել Թրամփի հայտարարությունը Կիմ Չեն Ընի հետ կապերի վերականգնման մասին։ Դրանից հետո Հյուսիսային Կորեան արձակել է կարճ հեռահարության բալիստիկ հրթիռների շարք։ Իսրայելի եւ Թուրքիայի միջև Սիրիայի շուրջ մրցակցությունը կտրուկ սրվել է։ Աբու Դուհուր ավիաբազային հասցված իսրայելական հարվածից հետո Անկարան դատապարտել է հարձակումը, իսկ Անկարայում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքային անվանել է անհարկի էսկալացիա։ Իսրայելը պնդում է բազայում թուրք զինվորականների հայտնվելը սպառնալիք է իր անվտանգությանը։ Թուրքիան հերքում է այդ պնդումները եւ Իսրայելին մեղադրում է էքսպանսիոնիստական եւ ապակայունացնող քաղաքականության մեջ։ Իսրայելում Թուրքիայի աճող ռազմական ներկայությունը արդեն սկսել են համեմատել Իրանի նախկին ազդեցության հետ։ Ճապոնիան կուտակել է մոտ 44.4 տոննա պլուտոնիում, ինչը կարող է բավարար լինել շուրջ 5.500 միջուկային մարտագլխի արտադրելու համար։ Այս մասին հայտարարել է Մոսկվայում Չինաստանի դեսպան Չժան Հանհոյը։ Նրա խոսքով Ճապոնիայի միջուկային ներուժը լուրջ մտահոգության պատճառ է։ Հատկապես ուշադրության է արժանանում այն փաստը, որ Ճապոնիան ունի օգտագործված միջուկային վառելիքի վերամշակման եւ պլուտոնիումի արդյունահանման տեխնոլոգիա։ Դիվանագետի տվյալներով Ճապոնիայի պահեստարաններում կա եւս մոտ 191 տոննա չլուծված պլուտոնիում։ Չինական կողմը նման հայտարարությունները դիտարկում է որպես անվտանգության լուրջ մարտահրավեր։ Ուկրաինան պարտվում է բոլոր ճակատներում եւ ի վերջո ստիպված կլինի բանակցությունների վերադառնալ Մոսկվայի հետ։ Հոդվածի հեղինակ Թեդ Սնայդերի խոսքով Ռուսաստանը շարունակում է մեծացնել պատերազմի տեմպերը։ Նրա գնահատմամբ ստեղծված իրավիճակում Կիևը ստիպված կլինի վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Միաժամանակ ըստ հեղինակի Ուկրաինան կարող է ավելի վատ պայմաններով համաձայնության հասնել։
Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի կողմից նոր ռազմական գործողությունների դեպքում պատրաստ է կիրառել ավելի հզոր զենքեր։ ԻՀՊԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին նշել է, հաջորդ պատերազմի դեպքում իրանական զինանոցը կարող է էապես տարբերվել նախորդ փուլից։ Նրա խոսքով փոփոխությունները կարող են վերաբերվել մարտագլխիկներին, հրթիռների ճշգրտությանը եւ հեռահարությանը։ Իրանական կողմը հայտարարել է, ամեն օր աշխատում է ռազմական հնարավորությունների կատարելագործման ուղղությամբ։ Թեհրանը պնդում է, նոր զինատեսակները պետք է լինեն ավելի ճշգրիտ, կործանարար եւ տեխնոլոգիապես առաջադեմ։ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, Ռուսաստանը հավանաբար աշխարհում միակ երկիրն է, որ ունի միջուկային էներգետիկայի ամբողջ շղթայի կարողությունները։ Նրա խոսքով Ռուսաստանը պահպանում է նաև ատոմակայանների աշխատանքի անվտանգության եւ հուսալիության բարձր չափանիշները։ Պուտինը նշել է, այդ առավելությունները Մոսկվային թույլ են տալիս առաջատար դիրք զբաղեցնել արտերկրում ատոմակայանների կառուցման ոլորտում։ Նրա գնահատմամբ ամբողջ շղթայի վերահսկումը Ռուսաստանի կարևոր առավելություններից է։ Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, ԱՄՆ-ն կարող է աջակցել Միխայիլ Ֆեոդորովի թեկնածությանը որպես Ուկրաինայի ապագա նախագահի։ Նրա խոսքով Ֆեոդորովը կարող է դառնալ Վաշինգտոնի ընտրությունը, եթե հետևի ԱՄՆ-ի հրահանգներին։ Ազարովը վերջինիս հնարավոր այցը Վաշինգտոն կապել է նրա քաղաքական ապագայի վերաբերյալ քննարկումների հետ։ Նա չի բացառել, որ ամերիկյան կողմը կարող է ընտրություն կատարել Ֆեոդորովի կամ մեկ այլ թեկնածուի օգտին։ Նախկին վարչապետը հարցականի տակ է դրել այդ դեպքում Ուկրաինայի քաղաքական անկախությունը։ Կառավարությունը 2026-ից 2031 թվականների ծրագրում նախատեսում է ընդլայնել տարածաշրջանային էներգետիկ համագործակցությունը։ Ծրագրի համաձայն Հայաստանը պետք է ինտեգրվի տարածաշրջանային էներգետիկ ենթակառուցվածքներին եւ շուկաներին խաղաղության խաչմերուկ նախաձեռնության շրջանակում։ Նախատեսվում է զարգացնել ատոմային, գազային, հիդրո, արևային եւ այլ վերականգնվող էներգետիկ հզորությունները։ Մինչեւ 2040 թվականը արևային եւ հողմային էներգետիկայի հզորությունը նախատեսվում է հասցնել 2000 մեգավատի, իսկ մինչեւ 2031 թվականը կուտակիչ կայանների հզորությունը առնվազն 800 մեգավատի։ Ծրագիրը նախատեսվում է նաև ՀԱԵԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացում մինչև 2036 թվականը եւ նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի մեկնարկ։ Կառավարությունը նաև նախատեսում է խթանել Թուրքիայի, Ադրբեջանի եւ տարածաշրջանի այլ երկրների հետ համագործակցությունը նոր էներգետիկ կապուղիների ընդլայնման նպատակով։ 2026 թվականի առաջին 6 ամիսներին Հայաստանից Եվրամիություն արտահանման ծավալը գերազանցել է $516 միլիոն։ Կառավարության տվյալներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանման ծավալը կազմել է շուրջ $287 միլիոն։ Այսպիսով, մեկ տարվա ընթացքում Հայաստանից ԵՄ արտահանումն աճել է ավելի քան 80%-ով։ Աճը գրանցվել է 2026 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում։ Ադրբեջանի իշխանությունները օկուպացված Արցախի Մարտունու շրջանում գտնվող ռուսական ուղղափառ եկեղեցին վերածել են ռազմական վարժարանի։ Այս մասին հայտնում է Արցախի մշակույթի եւ զբոսաշրջության զարգացման գործակալություն ՀԿ-ն։ Կազմակերպության փոխանցման պատմության եւ մշակույթի հուշարձանի պահպանության գոտում անցկացվում են ռազմական ուսումնավարժություններ, այդ թվում հրետանային հրաձգությամբ։ Գործակալությունը նախազգուշացնում է, որ նման գործողությունները կարող են վտանգել հուշարձանի պահպանությունն ու ֆիզիկական ամբողջականությունը։ Եկեղեցին կառուցվել է 1864 թվականին 16-րդ միգրելական գրենադերական գնդի կողմից եւ ոցվել 1868 թվականի փետրվարի 9-ին։ Արցախի հայկական վերահսկողության տարիներին այն ընդգրկված էր պատմության եւ մշակույթի հուշարձանների ցանկում եւ գտնվում էր պետական պահպանության ներքո։ Զինված ուժերում ինքնասպանությունների եւ ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերով համակարգային լուծումներ մշակելու համար միջգերատեսչական աշխատանքային խումբ կստեղծվի։ Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Աշխատանքային խմբի կազմում ընդգրկված են տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Խմբի հիմնական խնդիրն է մշակել եւ վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություններ։ Որոշման համաձայն այդ աշխատանքը պետք է իրականացվի 3 ամսվա ընթացքում։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 1991 թվականի քարտեզների համաձայն Արծվաշենը Հայաստանի տարածքն է, իսկ Տիգրանաշենը Քյարքին, Բարխուդարլուն եւ Յուղարիասկի պարան ոչ։ Վարչապետի խոսքով սահմանազատման հարցերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով հաշվի առնելով նաեւ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների շահերը։ Նա նշել է, որ Արծվաշենից տեղահանվածների շրջանում ոչ բոլորն են ցանկանում վերադառնալ։ Փաշինյանը նաեւ ընդգծել է, որ Ադրբեջանի հետ այս հարցի լուծման հստակ պայմանավորվածություն դեռ չկա։
Արժեւում փակ քվեարկությամբ ընտրվել են մշտական հանձնաժողովների նախագահները, իսկ ուժեղ Հայաստան խմբակցության առաջադրած մի շարք թեկնածուներ չեն ընտրվել։ Վիլեն Գաբրիելյանը ընտրվել է Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Արուսեկ Ջուլհակյանը կղեկավարի պետաիրավական հարցերի, Սարգիս Խանդանյանը արտաքին հարաբերությունների, իսկ Բաբկեն Թունյանը տնտեսական հարցերի հանձնաժողովները։ Պաշտոններում ընտրվել են նաեւ Լուսինե Բադալյանը, Նազելի Բաղդասարյանը, Տրթած Սարգսյանը, Սիսա Գաբրիելյանը եւ Լիլիթ Գալստյանը։ Միաժամանակ ուժեղ Հայաստան խմբակցության թեկնածուներ Արեգ Հովսեփյանը, Դավիթ Ղազինյանը եւ Հայկ Ֆարմանյանը չեն ընտրվել համապատասխան հանձնաժողովների նախագահների պաշտոններում։ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան կուղարկվի եւս 2.725 տոննա ցորեն։ Ցորենը Հայաստան կտեղափոխվի 39 վագոնով Բեյու Քեսիկ կայարանից։ Իրանի պատասխան Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների իրեն է վերցրել Կալիֆոռնիան։ Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում Իրանի հյուպատոսարանը սոցիալական ցանցերում հրապարակել է քարտեզ։ Քարտեզում Կալիֆոռնիան ներկայացվել է որպես Իրանի նոր տարածք։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը խիստ դատապարտել է Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բենգվիրի ամեն օր տասնյակ թշնամիներ սպանելու կոչերը։ Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Սեբաստիան Հիլեն Բենգվիրի խոսքը անվանել է մարդահատյաց եւ միջազգային իրավունքին հակասող։ Բենգվիրը Համասի նախկին պատանդ Ռոմ Բրասլավսկու հետ ոդքասթում հայտարարել է, որ անհրաժեշտ է ամեն օր սպանել 30-ից 40 թշնամու։ Նա նաեւ ասել էր, որ Գազայի հատվածում կան մարդիկ, որոնք արժանի չեն ապրելու, սակայն պարզ չէր խոսքը միայն մարդիկների թե ընդհանրապես պաղեստինցիների մասին է։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինայի զինված ուժերը մեկ օրվա ընթացքում կորցրել են 1390 զինծառայող։ Ըստ տվյալների, հյուսիս, արևմուտք եւ հարավ զորախմբերի գործունեության գոտիներում ուկրաինական կողմի կորուստները կազմել են շուրջ 660 զինծառայող։ Եվս 730 զինծառայողի կորուստից գերատեսչության գրանցվել է կենտրոն արևելք եւ Դնեպր զորախմբերի հետ մարտերում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նաեւ հայտնել է մեկ օրում ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են ավելի քան 1500 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Չինաստանն եւ Ռուսաստանը պատրաստ են պաշտպանել երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները Ճապոնիայի հետ կապված հարցերում։ Այս մասին հայտարարել է Մոսկվայում Չինաստանի դեսպան Չժան Հանհուեյը։ Նրա խոսքով Պեկինն ու Մոսկվան Ճապոնիայի հարցում ունեն շատ մոտ դիրքորոշումներ եւ դեմ են պատերազմի արդյունքների վերանայման ցանկացած փորձի։ Դեսպանը նշել է Չինաստանն ու Ռուսաստանը ռազմավարական մակարդակով սերտորեն համաձայնեցնում են իրենց քայլերը եւ բարձր աստիճանի փոխըմբռնում ունեն։ Նա ընդգծել է, որ երկու երկրները պետք է բարձր զգոնություն ցուցաբերեն Ճապոնիայի արագացված վերառազմականացման նկատմամբ։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, Ռուսաստանը պարտվում է այն պատերազմում, որը նրա խոսքով ինքն է սկսել։ Նրա հայտարարության համաձայն Ռուսաստանի պատասխան հարվածներ է հասցնում խաղաղ բնակչության եւ քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Ֆոն դեր Լայենը նշել է, Եվրամիությունը համագործակցում է անդամ պետությունների եւ գործընկերների հետ Ուկրաինայի հակահրթիռային պաշտպանության կարողություններին աջակցելու համար։ Նրա խոսքով այդ աջակցությունը պետք է հնարավորություն տա Ուկրաինային կանխել մարդկային զոհերը։ Օգոստոսի 23-ից 24-ին Հայաստանի ողջ տարածքում ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա եւս 5-ից 6 աստիճանով։ Օգոստոսի 21-ից 26-ը հանրապետության մի շարք հատվածներում կանխատեսվում է բարձր հրդեհավտանգություն։ Հատկապես վտանգավոր իրավիճակ է սպասվում Երևանում եւ Արարատյան դաշտում։ Օգոստոսի 24-ին լեռնային շրջաններում ջերմաստիճանը կհասնի 32-ից 33 աստիճանի, նախալեռներում 36-ից 37 աստիճանի։ Երևանում, Արարատյան դաշտում եւ Սյունիքի հովիտներում սպասվում է մինչեւ 38-ից 40 աստիճան շոգ։ Օգոստոսի 24-ը Հայաստանում կլինի 2026 թվականի ամենաշոգ օրը։